Շնորհակալություն Տիկին Ղազարյան, պարոն Հովհաննիսյան, վստահ եմ տեղյակ եք, որ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ընդդիմադիր քաղաքական ուժերի համախմբմամբ է հանդես եկել եւ հայտարարում է, որ առաջիկայում նախատեսում են փողոցային պայքար գեներացնել։ Մեջբերում նրա օրերս խմբագիրների հետ տեղի ունեցած հարցուպատասխանից Փաշինյանն արդեն գործ ունի ոչ թե 3, այլ 700,000 գլխի հետ հայտարարել է պարոն Կարապետյանը եւ նշել է, որ միասին բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք, բայց հանրահավաքները պետք է վերջանան արդյունքով։ Եթե տեսնենք վաղը անում ենք ու վերջացնում ենք այս ադրբեջանա-թուրքական կինոն, ուրեմն կանենք, եթե տեսնենք մի ամիս է պահանջվում, կանենք մի ամիս։ Խնդրում եմ ձեր մեկնաբանությունը։ Դե ես շնորհավորում եմ Սամվել Կարապետյանին, որ ուրեմն երկար փորձերից հետո այդ մի նախադասությունը կարողացել է արտաբերել։ Ես որքան հասկացա, ինքը 3 առաջորն էր հարցազրույց տվել, մոտավորապես 30 ժամ հետո, դաժանակիր աշխատանքից հետո մոնտաժողները կարողացել են տեսքի բերել այդ հարցազրույցը, ես խայտառակություն եմ համարում առհասարակ այդ, եթե կարելի է դա հարցազրույց համարել, այդ բեմականացումը այդ խմբագիրների հետ, ես ամաչում եմ այդ խմբագիրների փոխարեն որպես նախկին լրագրող, որ կարող են նստել լսել այդ բարբաջանքները, հետո գնալ 30 ժամ մոնտաժել այդ բարբաջանքները, դրանցից սարքել մի տեքստ, որը նաև դուք երևի ընթերցելիս դժվար հասկացաք, թե ինչ եք փորձում ուրեմն վերարտադրել։ Ինչ վերաբերվում է ուրեմն փողոցային պայքարին, ավելի ճիշտ վերադառնալով հարցի այն կտորին, որ մարդը կոչում է գլուխներ, դե եթե մարդիկ գնացել են փող են բաժանել, այդ եղանակով են մեծամասամբ իրենց քվեները ստացել, մանդատագողությամբ են զբաղվել փող բաժանելով, փորձել են Հայաստանի Հանրապետությունը վաճառել իրենց տերերին, էլ ինչպես պետքա խոսա ինքի իր ընտրողների մասին։ Ու այդքանից հետո էլ մտածում եմ, որ ինչ-որ մարդ պետքա դուրս գա, ուրեմն կանգնի իր կողքը, ինչի կողքը պետքա կանգնի մարդը, ես ուզում եմ հասկանամ։ Հայաստանի Հանրապետությունը պատերազմի մեջ ներքաշելու օրակարգի կողքը պետք է կանգնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Կարծում եմ, որ նրանք որևէ ներուժ չունեն, բովանդակության մասին խոսել էլ չենք կարող։ Ինչ վերաբերում է, որ ասում են դե մենք ընդդիմադիրներով կհավաքվենք, իրանք ընդդիմադիրներով վաղուց են իրար հետ հավաքված, նրանք պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչներն են իրենց պոչերով, թաթիկներով, ոտիկներով, ականջներով, էլ չգիտեմ ինչերով, եւ հետեւաբար պարզից էլ պարզ է, թե մենք ում հետ գործ ունենք, ջախջախվել է պատերազմի եռագլուխ ընդդիմությունը եւ ջախջախվելու է առաջիկայա խորհրդարանում նաեւ, եթե մտքներից այրով անցկացնեն վերցնեն մանդատներ եւ գան խորհրդարան, մենք նրանց քաղաքականապես ջախջախելու ենք այս խորհրդարանում։ Այսքանը կարող եմ ասել, եթե գործընկերս հավելելու բան ունի, խնդրեմ Տիկին Ղազարյան։ Շնորհակալ եմ, ես զուտ երկրորդում եմ ձեզ, պարոն Հովհաննիսյան, եւ նաեւ կարող եմ ասել, որ իրականում Հայաստանի Հանրապետությունը փրկվեց իշխանազավթումից, որի փողի ուժով փորձում էին այդ քաղաքական ուժերը իրականացնել եւ իրապես այն որ ասում են համախմբվելու ենք, մենք վաղուց ենք խոսել այդ մասին եւ նորություն չէ, որ իրենք վաղուց համախմբված են, նույն կետից կառավարվում են, նույն կերպ գործում են եւ այն բոլոր քրեական գործերը, որ հակակոռուպցիոն կոմիտեում կա, վկայում են այդ մասին, որ այդ հատկապես այդ եռագլուխ հրեշը իրար հետ գործել Հայաստանի Հանրապետության պետականության դեմ եւ ես ուզում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նման արդյունք գրանցելու համար եւ իշխանությունը պահելու համար, որովհետեւ հաշվի առնելով այն ամբողջ գործընթացը, որ իրականացվեց այս ընտրությունների ընթացքում, կարելի է ասել Հայաստանի Հանրապետության քաղաքացին պաշտպանեց պետականությունը, պաշտպանեց անկախությունը եւ ես կարծում եմ, որ հետագայում էլ այն որ տրամաբանություն փնտրել իրենց խոսքի մեջ, կարծում եմ անիմաստ է, մենք այսքան ժամանակ քանի դեռ այս նախընտրական քարոզարշավներ ոչ մի տրամաբանական միտք
հատկապես տվյալ անձի մտքերի մեջ չենք գտել, որ ասում է կլինի, չի լինի, կլինի մի այսօր կանենք, չի լինի մի ամսից կանենք, դա զուտ այնքան որ իրենց այդ դաշտում պահելու բան են ուզում գեներացնել, ընտրություններից անցել է 12 օր, որևէ խնդիր չի առաջացել, որևէ կերպ չեն կարողանում ստվեր նետել ընտրությունների վրա, այնպես որ հետագայում էլ չեմ կարծում որևէ բան կկարողանան գեներացնել, այսքանը կարող եմ ասել այս պահին։ Ես բայց էլի բան ասեմ, էլի, քանի որ ոնց հասկանում եմ, եթե տեխնիկական հնարավորությունները ներում են պետք է այս դահլիճը նկարել, որովհետև այստեղ սիրելի հայրենակիցներ երկու լրագրողաներ կա, Civic AM-ի ներկայացուցիչ եւ հանրային ռադիոյի ներկայացուցիչ, եթե ճիշտ եմ։ Եվ չկա որևէ ընդդիմադիր լրատվամիջոց այստեղ, որ գա եւ մեզ հարցեր տա, Տիկին Ղազարյան, որ այս ոնց կեղծեցիք ընտրությունները, այս ինչ վարչական ռեսուրսեր, որ կիրառվել էր եւ այլն եւ այդպես շարունակ, բայց դե օրինակ Սամվել Կարապետյանին էլ այդ նույն ընդդիմադիր լրագրողները գնում են եւ խելոք դեմքով նստում են, խոնար դեմքով նստում են եւ չեն հարցնում։ Գիտեք ինչ կա, ողջ քարոզարշավի ընթացքում ուրեմն ներողություն վայնասուն էիք դրել 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին եւ այլնի, ահա հեսա Հայաստանի Հանրապետությունը կործանվում է, քաղաքացիական պայմանագիրը հենց ընտրվեց, հաջորդ օրը Հայաստանի Հանրապետություն չի լինելու եւ այլն, արևը այլևս չի դուրս գալու կամ դուրս է գալու եւ այլևս մայր չի մտնելու։ Ուր են այդ հարցերը։ Ուր են այդ հարցերն ընդհանրապես եւ ուր են 300,000 ադրբեջանցիները։ Ուր է Նարեկ Կարապետյանը, որ ինչ բան լրատվամիջոց կար իրանց ձեռքի տակ եղած, ամեն օր գուժում էին եւ մարդկանց ահաբեկում էին այդ լուրերով։ Չեն ուզում այդ խմբագիրները Սամվել Կարապետյանին հարց տան։ Ուր են ձեր ասած 300,000 ադրբեջանցիները, որ պետքա ԿՊ-ի ընտրվելու դեպքում գային Հայաստան։ Ուր են այդ մարդիկ։ Կամ բազմաթիվ այլ հարցեր, որոնք հնչել են։ Ինչ որ տնտեսական ծրագրերից էին խոսում, մեկը կար այնտեղ, ճգնամաժից էր խոսում ինչ որ եռագլուխներից մեկը, Վանդակի Սիրահարը։ Ուր են դրանք ընդհանրապես։ Եվ հիմա էլ այդ լրագրողները ստեղ էլ չկան։ Այդ 5 խմբագիրների ներկայացուցիչները թող գան հենց նստեն այս բրիֆինգներին եւ այդ հարցադրումները ստեղ տան, ոչ թե գնան փակ սենյակներում 30 ժամ մոնտաժված ինչ որ նյութեր հրապարակեն եւ հրամցնեն մեր հանրությանը։ Ում տեղն են դրել մեր ժողովրդին, ես չեմ հասկանում։ Մեր ժողովուրդը շատ լավ ամեն ինչ հասկանում է եւ իրանց պատասխանը տվել է եւ մենք էլ մեր ժողովրդի ստացած մանդատով, ինչպես Տիկին Ղազարյանը ասաց, մեր ժողովուրդը տեր է կանգնել խաղաղությանը եւ մենք էլ մեր ժողովրդի տված մանդատով ուրեմն շարժվելու ենք առաջ, սպասարկելու ենք Հայաստանի Հանրապետության օրակարգերը եւ ուրեմն օրենքի ողջ խստությամբ պատժելու ենք պատերազմի եռագլուխ կուսակցությանը իր պոչերով, թաթիկներով, ոտիկներով, ովքեր փորձում էին ուրեմն դիվերսիա իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ ու հələ մի հատ էլ լեզուները պտտվում է, շարունակում են ինչ որ խոսույթներ գեներացնել, ելի ինչ որ պայքարների եւ այլնի մասին։ Եվ վարչապետն էլ շատ լավ ասաց, եթե խնդիր են տեսնում, թող դուրս գան փողոց, հələ տեսնենք այդ ովքերով են դուրս գալու փողոց եւ ովքեր են որ կանգնելու են Հայաստանի Հանրապետության ուրեմն դեմ դիվերսիա իրականացնելու օրակարգի կողքին։ Այլ հարցեր, հանրային ռադիո։ Այսպեսի մի բան կխնդրեմ մեկնաբանեք, այսպես ասած օդում կախված լուրեր կան, որ իշխող կուսակցությունում նույնպես դժգոհ են ընտրությունների արդյունքից այն առումով, որ սահմանադրական մեծամասնություն չեն կազմել եւ նշվում է, որ հնարավոր է սահմանադրական դատարանը անբավեր ճանաչի հենց դրանից ելնելով ընտրությունների արդյունքները, խնդրում եմ մեկնաբանեք սա։ Որ քաղաքացիական պայմանագիրը գոհ չի, դրանից ելնելով սահմանադրական դատարան շեղել ճանաչի։ Սա հերթական աբսուրդի ժանրի մեկնաբանությունն է, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը շնորհակալ է Հայաստանի Հանրապետության 728,000 քաղաքացիներից, ովքեր տեր են կանգնել խաղաղությանը, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, խմբակցությունը ազգային ժողովում միանձնյա ձևավորելու է կառավարություն
եւ որևէ խոչընդոտ չի ստեղծվել մեզ համար Հայաստանի Հանրապետության շահերը սպասարկելու վերաբերյալ եւ այս իմաստով բոլոր մեկնաբանությունները տեղին չեն։ Մենք գոհ չենք մի բանից, որ հնարավոր է եղել ինչ որ չափով կիրառել ընտրակաշառքներ բաժանելու մեխանիզմը, ինչի վերաբերյալ իմ գործընկեր Տիկին Ղազարյանը նաեւ համահեղինակել է նախագիծ եւ այդ նախագծի միջոցով մի շարք այլ իրավական process-ների միջոցով մենք այս խնդիրները կլուծենք, խնդրեմ Տիկին Ղազարյան։ Շնորհակալ եմ շատ նախ սկսեմ նրանից, որ սահմանադրական դատարանը անկախ մարմին է եւ իր որոշումները ինքն է կայացնում եւ կապ չունի թե իշխող կուսակցությունը ինչպիսի դիրքորոշում կունենա ընտրությունների վերաբերյալ, բայց մի բան հստակ ամրագրենք, որ նախորդ 21 թվականի ընտրություններին մենք ունեցել ենք 680,000 ձայն, այս անգամ մեր ձայներն եղել են 726,000, 728,000, 26-28,000, այսինքն մեր ձայներն էլ էապես ավելացել են եւ մենք իրապես շնորհակալ ենք մեր քաղաքացիներին մեզ վստահության քվե տալու համար։ Պարզապես պետք է այստեղ մի երկու հանգամանք հաշվի առնենք։ Այո, բոլորս էլ գիտենք, որ ընտրակաշառքներ են բաժանվել եւ մենք այդ առումով անմիջապես նախաձեռնել ենք падգամավորներով նաեւ ընտրակաշառքի դեմ պատժամիջոցների ավելացում, նաև ինչպես գիտեք, էլի падգամավորական նախաձեռնությամբ մենք ունենք նոր նախագիծ, որի մասին ամենաշատը խոսվեց, որ պետք է ընտրելու իրավունք տրվի Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնց հիմնական շահը Հայաստանի Հանրապետությունում է, այսինքն ունեն ռեզիդենտության ցենզ վերջին 1 տարում Հայաստանի Հանրապետությունում բնակվելով։ Սա կարծում եմ միակ ճանապարհն է երկքաղաքացի ունեցող մեր հայրենակիցների համար, որ այն մարդիկ, ովքեր հիմնականում ապրում են Հայաստանում, նրանք կարողանան ձևավորել իշխանություն եւ հետեւաբար ունենան փոխադարձ պատասխանատվությունների դաշտ, ունենան վերահսկողություն իրենց ձևավորած իշխանության վերաբերյալ եւ ես կարծում եմ, որ սա ժողովրդավարության արտահայտման ամենակարևոր ձևերից մեկն է եւ մենք այս նախաձեռնությամբ հանդես ենք եկել եւ շուտով նախաձեռնությունը կյանքի կկոչվի։ Շարունակելով սահմանադրական մեծամասնություն չվերցնելու թեման, ինչ է կարծում Տիկին Ղազարյան, պարոն Հովհաննիսյան, սա նշանակում է արդյոք, որ այն օրակարգերը, որոնք ենթադրում էին սահմանադրական մեծամասնություն, արկախվելու են, թե այլ ուղիներ, ճանապարհներ կգտնեք դրանք կյանքի կոչելու համար, օրենսդրական ճանապարհների մասին է խոսքը։ Ոչ մի բան չի արկախվելու, ինչպես վարչապետն էլ ասեց, որոշակի դժվարություններ այո ստեղծվել են այս իմաստով, բայց մենք շարունակելու ենք ուրեմն մեր օրակարգերով առաջ շարժվել եւ միանշանակ մենք կգտնենք լուծումներ, ուրեմն այն փոփոխություններն իրականացնելու առումով, որոնք ենթադրում են նոր սահմանադրության ընդունում։ Մեր օրակարգում է եղել նոր սահմանադրությունը դեռևս 2019 թվականից եւ մենք չենք շեղվելու մեր օրակարգից եւ գտնելու ենք դրա համար իրավական լուծումներ։ Ես վստահեցնում եմ, որ կան դրա համար եւ իրավական եւ նաեւ քաղաքական լուծումներ, որոնք ավելի տեսանելի կլինեն, երբ որ նոր ազգային ժողովը կձևավորվի։ Բայց քանի որ մենք ինչ ուզենք կանենք հիմա, որովհետեւ ընդդիմությունը մի շաբաթա չկա, ազգային մի շաբաթը որն է դեռ ավելի շատ, վերջին նիստերն էին ազգային ժողովի եւ ընդդիմությունը ընդհանրապես ազգային ժողովի շենք էլ չի եկել, ես ուզում եմ որ սրա մասին մեր քաղաքացիներն իմանան, նրանք անգամ շենք չեն եկել, ես չեմ խոսում նիստերի դահլիճ չգալու մասին, նրանք շենքից ինչ որ շառավղով փախած են ինչ որ մի հեռավորությունից։ Հիմա խորհրդարանական ճեպազրույցներն է, մենք տեսնում ենք, որ լրատվամիջոցների մի մասն էլ չկա եւ ընդդիմության հետ կորել են նաեւ նրանց սպասարկող լրատվամիջոցները։ Սա մեկ բանի մասին է խոսում, որ ցավոք դե ընդդիմության մասին չեմ խոսում, ցավոք նաեւ լրատվամիջոցների զգալի մասին հետաքրքիր չի Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահը, Հայաստանի Հանրապետության օրակարգը, այն կարևոր հարցերը, որոնք հուզում են Հայաստանի Հանրապետությանը։ Բազմաթիվ նախագծեր ենք քննարկել սոցիալական բնույթի, տնտեսական բնույթի, հարկային ոլորտին վերաբերող, արտաքին քաղաքականությանը վերաբերող, ոչ մի բան չկա։ Եվ ահա ես տեսնում եմ, որ հենց նոր Դաշնակցության ներկայացուցիչ Քրիստինա Վարդանյանը եկել է, որ ուրեմն բացակայությունից հետո ողջ շաբաթ ազգային ժողովի ինչ որ ուղերձներով հանդես գա իր քաղաքացիների, մեր քաղաքացիներին
եւ ես կխնդրեմ ձեզ նաեւ այդ հարցադրումները ուղեք Դաշնակցության ներկայացուցիչ Քրիստինա Վարդանյանին, ովքեր նորից մանդատ են ստացել, ինչպես հակակոռուպցիոն կոմիտեն է ասում, բազմաթիվ ընտրակաշառքներ բաժանելու միջոցով, չեն գալիս նիստերի եւ հիմա էլ եկել են եւ փորձելու են ինչ որ թոս փչել մեր քաղաքացիների աչքերին։ Ես կխնդրեմ նաեւ հարցնեք Քրիստինա Վարդանյանին, թե ինչպես են պատկերացնում իրենց հետագա համագործակցությունը պատերազմի եռագլուխ կուսակցության մյուս ներկայացուցիչների հետ, խոսքը Սարոկյան Գագիկի, Կալուգացի օլիգարխի մասին է, ինչպես են պատկերացնում ուրեմն եռագլուխների հետագա գործունեությունը։ Դուք եթե լրացնելու բան ունեք, այսքանը, շնորհակալություն ձեզ ձեր հարցերի համար։ Ժամանակ կա։ Ժամանակ Թույլ կա, տվեք խնդրեմ։ եւս մեկ հարց, գիտեք, որ Ռուսաստանի Դաշնությունը չի շտապում շնորհավորել կայացած ընտրությունները, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերընտրվելը, որպես կառավարող ուժ եւ տարբեր քաղաքական գործիչների շուրթերով փորձում է դելեգիտիմացնել ընտրությունները։ Նախորդին էլ Ռուսաստանի Դաշնության պետական դումայի պատգամավոր պարոն Զատուլինն է Էխո Մոսկվին հարցազրույց տվել եւ շարունակելով ընտրությունների ոչ լեգիտիմ լինելու թեման ազդարարել է, որ մենք հայտարարում ենք, որ չենք ընդունում այս ընտրությունների արդյունքները որպես ազնիվ եւ օբյեկտիվ։ Սակայն քանի որ մենք Հայաստանի հետ գտնվում ենք դաշինքներում եւ ավանդաբար զարգացնում ենք կապերը, այսուհետ էլ կշարունակենք նրա հետ, ելնելով այն բանից, որ այսօր այն գլխավորում են մարդիկ, որոնք իշխանության ղեկին են մնացել անարդար ոչ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում։ Պարոն Զատուլինը նաև հավելել է, որ Մոսկվան փաստացի կշարունակի համագործակցությունը Հայաստանի գործող իշխանությունների հետ, միաժամանակ արձանագրելով, որ արդյունքները դե յուրե չճանաչելու քաղաքական դիրքորոշում է հայտնելու։ Խնդրում եմ պարզաբանել, ինչու է աղմկում պարոն Զատուլինը, ավելի ճիշտ, ինչու է աղմկում Մոսկվան պարոն Զատուլինի եւ այլ գործիչների բերանով։ Շնորհակալ եմ շատ։ Ես կարծում եմ, որ մենք պետք է մի փոքր ավելի քիչ ուշադրություն դարձնենք, թե օրինակ որ երկրներից են գալիս նման հայտարարությունները եւ մենք գիտենք, թե ինչքան մեծ խումբ երկրներից արդեն մենք ստացել ենք շնորհավորանքներ նույնիսկ առաջին իսկ օրերից սկսված եւ բոլորն էլ ճանաչել են ընտրությունների լեգիտիմությունը եւ այսպես էլ շարունակվելու է։ Իհարկե ընդդիմադիր դաշտը ունի իր կարծիքները այս վերաբերյալ եւ ընտրակեղծարարության մասին խոսում է, դիմելու են սահմանադրական դատարան եւ այլն, բայց ես կարծում եմ այս process-ները ավարտելուց հետո այնուամենայնիվ բոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընդհանուր առմամբ ընտրությունները անցել են ազատ, թափանցիկ եւ լեգիտիմ ճանապարհով, այլ է հարցը, թե միջև ընտրությունները ինչպիսի մեծ սխեմաներ են օգտագործվել ընտրությունները հնարավորինս դելեգիտիմացնելու, ինչպես նաեւ ընտրակաշառքների, մարդկանց բերելու, հորդված ընտրություն կազմակերպելու ուղղությամբ, որը բացառապես արել է հենց ընդդիմադիր դաշտը եւ ոչ թե իշխանական կողմը, ինչքան էլ փորձեն դելեգիտիմացնել ընտրության արդյունքները, այնուամենայնիվ ունենք բարձրագույն մարմին, որը կկատարի որոշում կկայացնի եւ անկախ ամեն ինչից, թե ինչ փաստեր կներկայացվեն, ես կարծում եմ մենք կսպասենք, թե ինչ հայցեր կներկայացվեն, ինչ որոշում կկայացվեն ըստ այդմ, եւ ես կարծում եմ, որ հարևան երկրներն էլ ուզեն թե չուզեն հաշվի կնստեն այդ կարծիքների հետ եւ էլի պետք է նշենք, եթե հանգարց լիներ ինչ որ մի փոքր ընտրակեղծարարության հիմք իշխանության կողմից կամ ընտրությունների հետ կապված, վստահ եղեք, հիմա հրապարակները լցված կլինեին մարդկանցով, ովքեր կպայքարեին իրենց քվեի համար, որովհետև մենք 18 թվականից մարդկանց օժտել ենք ազատ ընտրելու իրավունքով եւ այսօր ժողովուրդն է պատկանում իշխանությունը եւ ժողովուրդն է ընտրում իր իշխանությունը եւ ժողովուրդը ընտրել է իր իշխանությունը։ Շնորհակալություն։